Առաջին եթերում հարցազրույցն է, բարև ձեզ։ Գյուղատնտեսական տարվա այն շրջանն է, երբ կարելի է արդեն գնահատականներ հնչեցնել այս կամ այն ոլորտում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Առայժմ աչք են շոյում դեղցի մթերման ցուցանիշները, հույս կա, որ խաղողի մթերման ցուցանիշը չի զիջի նախորդ տարվա ցուցանիշին։ Իսկ ինչպիսին է գյուղ ոլորտում ընդհանուր պատկերը, այսօր մենք կլսենք գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Առհասարակ դուք տարին ամփոփում եք համախառն արդյունքի ցուցանիշով, թե Ընդհանրապես գյուղատնտեսական տարին ավարտվում է տարվա վերջում։ Իհարկե նայած մշակաբույսեր արդեն ավարտվել է բերքահավաքի աշխատանքները, կարելի է ամփոփել, օրինակ հացահատիկի բերքահավաքը ավարտվել է եւ կարելի է խոսել դրա մասին։ Իհարկե վերջնական տվյալները դեռևս վիճակագրական ծառայությունը չի ամփոփել, բայց մենք օպերատիվ տվյալներ ունենք հավաքված բերքի, բերքատվության, համախառն բերքի եւ այլն։ Իսկ մնացած բանջարաբոստանային մշակաբույսերը համախառն արդյունքը գյուղատնտեսության ոլորտի այս կամ այն գյուղ ոչ միայն համախառն արդյունքը։ Իհարկե տնտեսական ցուցանիշները համախառն ներքին արդյունքով է բնորոշվում, բայց այնտեղ տարբեր ցուցանիշներ էլ կան, որոնք մեր համար կարևոր են։ Կարապետյան, այս օրերին օրակարգում է դեղցը, խաղողը, ինչպես է մթերվում, բայց չանտեսենք նաև մյուս գյուղմթերքները։ Այո, իհարկե։ Այստեղ ինչպիսին է պատկերը։ Ես ասեմ, հիմա ուրեմն գյուղատնտեսական աշխատանքները դեռևս ավարտվում են, բերքահավաքի հիմնական աշխատանքները։ Այսօր կարելի ասել բանջարաբոստանային մշակաբույսերի մասին, խաղողի, պտղի բերքահավաքի մասին։ Ուրեմն խաղողի բերքահավաքը սկսվել է այս տարի 1 շաբաթ շուտ, բերքահավաքը նորմալ ընթացքի մեջ է, ինչպես նաև մթերման աշխատանքները, մոտավորապես 48 խոշոր եւ մանր վերամշակող ձեռնարկություններ մթերում են խաղողը, շատ սահուն անցնում է մթերման աշխատանքները, այս տարի մթերման գինը 5 դրամով բարձր էր, անցյալ կանխատեսումները պեսիմիստական են։ Ոչ, այդպես չի, ես ասեմ, այսօր արդեն մթերվել է 131,000 տոննա խաղող, անցյալ տարվա 167,000-ի դիմաց, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ մոտավորապես կրկնակի անգամ ավել է մթերվել եւ մեր կանխատեսումներով այս տարի ավել կմթերվի անցյալ տարի։ Այո, ավել է արտադրվելու։ Անցյալ տարի արտադրվել է 241,000 տոննա խաղող, այս տարի ավելի շատ է արտադրվելու։ Եվ մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խաղողի բերքը շատ լավ է։ Բոլոր մարզերում եղել ենք, բոլոր կարելի ասել համայնքներում եղել ենք, մարզպետարանների մասնագետների հետ, գյուղվարչությունների հետ ուսումնասիրել ենք եւ ես կարող եմ հաստատել, որ բերքը ավել է։ Ձեր ասածը պարադոքսի մեջ է մտնում ջուր չլինելու հետ։ Սակավաջուր տարի էր, ամբողջ տարին, բայց բերքը լավ է։ Ինչպես հասկանալ։ Այս տարի ճիշտ է, որ սակավաջուր տարի էր, հաշվի առնելով, որ խոշոր 3 ջրամբարներում ջուրը շատ կիսով չափեր է լցվել եւ որոշակի խնդիրներ ունենք, դրա համար էլ Սևանալճից ջրի քանակը ավելի շատ բաց թողնեց այս տարի եւ դրանով մենք կարողացանք հարցը լուծել։ Բացի դա, հաշվի առնելով, որ այո, սակավաջուր տարի է, որոշակի խնդիրներ կան որոշ համայնքներում, հիմնականում Արմավիրի մարզի որոշ համայնքներում, դրա համար ուրեմն գյուղատնտեսության նախարարության մասնագետների, ջրային համակարգի մասնագետների միջոցով մենք կարողացանք ստեղծել աշխատանքային խմբեր եւ ջուրը գյուղացիներին տալ գրաֆիկով տրվում էր, գյուղացիները ջրել են եւ մենք ընդհանրապես պետք է ճիշտը խոստովանել, որ այո, որոշակի խնդիրներ առաջացել են, բայց ընդհանուր առմամբ բերքի կորուստ մենք չենք ունեցել։ Դրանք առաջացել են, որովհետեւ շատերին չէր հասնում ջուրը, այդ պատճառով։ Ուղղակի գրաֆիկով էր տրվում եւ դրանից ելնելով որոշակի բողոքներ կային, բայց այդ հարցը լուծումներ է ստացել իրեն։ Բերքը առատ է, բայց որոշ բերքատեսակներ թանկ են շուկայում։ Իսկ սա ինչպես հասկանալ։ Ուրեմն ով էր տեսել վարունգը 600 դրամ այսօր։ Նախ այդ գների վերահսկողությունը մեր վրա չի դրված, ոչ էլ գինը որևէ մեկը կարող է սահմանել, գինը շուկան է սահմանում, պահանջարկից եւ առաջարկից ելնելով եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր շեշտակի ավելացել է արտահանման ծավալները, դրա այդ առումով որոշակի խնդիրներ այո կան եւ որոշ մարդիկ էլ նույնիսկ օգտագործում են այդ առիթը։ Իհարկե դրա համար հիմնական խնդիրը շուկաներում վերավաճառողների խնդիրն է, որոնք գները մեխանիկորեն բարձրացնում են, բայց դրան հակակշիռ մենք ստեղծել ենք նաև 2 տոնավաճառներ, որտեղ գյուղացիները իրենք են վաճառում իրենց ապրանքները եւ դրանով մենք ուզում ենք ուրեմն մեղմել
այդ գնային առումով գների բարձրացումը մյուս շուկաներում։ Եվ դա որոշակի կերպով ստացվում է մեզ մոտ։ Բայց խնդիրը նրանում է, որ մենք արտահանումների հետ կապված, այո, լուրջ խնդիրներ ունենք եւ ծավալները ավելանալուն զուգահեռ մենք պիտի ավելացնենք նաեւ արտադրության ծավալները։ Հիմա վարչապետի կողմից, հանրապետության նախագահի կողմից հանձնարարականներ կա, մենք մշակում ենք կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր, որպեսզի եւ ավելացնենք արտադրության ծավալները, դրան զուգահեռ արտահանման ծավալները։ Արտադրության ծավալ ավելացնել նշանակում է չմշակվող հողերը դնել մշակության տակ։ Այո։ Եվ դա եւ ինտենսիվացման ճանապարհով։ Բայց գյուղացիներն ասում են, ես դրան պատրաստ չեմ, ես այդպիսի ծախսերի տակ չեմ կարող մտնել։ Ուրեմն գյուղատնտեսության ոլորտը այն ոլորտն է, որ միշտ դժգոհություններ լինում են, որովհետև 340,000 գյուղացիական մանր տնտեսությունների հետ մենք գործ ունենք։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այն տնտեսությունները, որոնք շատ փոքր են եւ համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, մեխանիզացիայի չլինելու պատճառով, իրենք չեն կարողանում իրենց հողերը լիարժեք մշակել, ագրոկանոններին համապատասխան մշակություն իրականացնել եւ բարձր բերք ստանալ։ Եվ դրանից ելնելով բողոքներ կան, այո, մեր խնդիրն է խոշորացնել տնտեսությունները, կոոպերացիաների միջոցով, միությունների միջոցով, բայց ընդհանուր առմամբ վերջի 3-4 տարիների ընթացքում պետությունը շատ խոշոր պետական օժանդակության ծրագրեր է իրականացրել։ Դա պարարտանյութերի տեսքով, սերմացուների տեսքով, դիզելային վառելիքի, առաջին անգամ մեր հանրապետությունում սուբսիդավորված վարկեր տրամադրվեցին գյուղացիական տնտեսություններին։ 11 թվականի ապրիլ ամսից մինչև այսօր մենք 63 միլիարդ դրամի սուբսիդավորող վարկ ենք տվել գյուղացիական տնտեսություններին, որից օգտվել են 75,000 գյուղացիական տնտեսություններ։ Ես հասկացա, այսինքն գյուղացին որպեսզի լավ ապրի, պիտի խոշոր տնտեսությունում աշխատի ինքը, խոշոր տնտեսություն վարի։ Այդպես է, այո։ Խոշոր հողատերերի ճանապարհն է առաջարկում։ Պարոն Մնացականյան, մենք նոր հեծանիվ չենք հայտնագործում։ Բոլոր երկրները այդ ուղին անցել են։ Անկախացումից հետո, պետության կազմակերպումից հետո բոլոր երկրներում էլ այդ խնդիրները առաջացել են։ Մենք հիմա նոր ուսումնասիրում ենք միջազգային փորձը։ Ֆրանսիայում եւ մի քանի եվրոպական երկրներում կոոպերատիվների ուրեմն գործընթացը 150 տարի առաջ է սկսվել։ Հիմա մինչև այս վերջերս նրանք դեռ օրենքներ են փոխում։ Մենք արդեն կոոպերացիաների մասին օրենքը համարյա կարելի ասել ավարտել ենք, նորից շրջանառության մեջ ենք դրել հասարակական կազմակերպությունների, Բայց գյուղացու մոտ ոգևորություն չկա, ինչն է պատճառը։ Այդպես չի որ դուք եք ասում, ես հակառակ կարծիքի եմ, որտեղ որ մենք ստեղծել ենք կոոպերատիվներ, գյուղացիները շատ ոգևորված են եւ լավ արդյունքներ ունեն եւ իրենց եկամուտներն է ավելացրել։ Վերջին 2 տարվա ընթացքում մենք անասնապահության ոլորտում 90 կոոպերատիվներ ենք ստեղծել, 90։ Այսինքն ամենաբարդ ոլորտն է անասնապահությունը։ Եվ այդ համայնքներում, որտեղ որ կոոպերատիվները ստեղծվել է, գլխականակ անասնագլխականակ միանգամից ավելացել է, կտրուկ ավելացել է։ Կատնատվությունն է բարձրացել, որովհետև այդ դրա հիմքում մենք դրել ենք այդ արոտավայրերի ջրարբիացման ծրագրի հիմքում դրված էր կոոպերացիաների ստեղծման խնդիրը, ուրեմն այնտեղ գալիս էր ծառայությունների մատուցման խնդիրը, անասնաբուժական ծառայությունների խորհրդատվության մատուցում, արհեստական սերմնավորում եւ այլն։ Մենք մարզերում արդեն ստեղծել ենք 7 խոշոր ուրեմն ծառայությունների մատուցման կենտրոններ, որտեղ իրականացվում են նաեւ այդ աշխատանքները։ Դրանց արդյունքում նախկինում եթե գյուղացին 10 լիտր կաթ ուներ, չէր կարողանում իրացնել։ Հիմա ամբողջ համայնքը այդ կոոպերատիվի անդամները, որ միավորվել են, 3-4 տոննա, 5 տոննա համայնքներ կան, որ ավելի շատ կաթ են ունենում։ Իրենց ուզած գնով վաճառում են պայմանագրային եղանակով կաթ մթերողների հետ։ Եվ կտրուկ ավելացել է իրենց եկամուտները։ Հիմա դուք եթե գնաք այն համայնքները, որտեղ որ մենք ստեղծել ենք այդ կոոպերատիվները, մարդիկ շատ գոհ են։ Եվ դա շարունակական է լինելու։ Ձեզ հենց այստեղ մեղադրում են, որ դուք առավելապես շրջում եք Արարատյան դաշտի համայնքներում, ավելի քիչ լինում եք ծայրամասերում։ Իսկ մասնագետներն ասում են, որ այսօր գյուղատնտեսության աջակցության, գյուղատնտեսության նախարարության աջակցության կարիքը առաջինը ունի ծայրամասային գյուղը։ Պարոն Մնացականյան, Պարոն Կարապետյան, ես ավելի շատ լինում եմ ծայրամասային, բարձր լեռնային, սահմանամերձ համայնքներում, քան Արարատյան դաշտավայրում։ Եթե ես անեմ իմ աշխատանքային գրաֆիկը, ինչպես է այդ ծայրամասային գյուղացին իր արտադրանքը իրացնում, ինչ ճանապարհով է շուկա հասնում նրա արտադրածը։ Ուրեմն հիմնականում նախ ես ասեմ, որ ծայրամասային, որ դուք ասում եք, բարձր լեռնային համայնքներում, մենք հիմա ծրագիր ենք մշակում այդ համայնքներին օժանդակելու համար։ Նախ ես ասեմ, որ վերջի 2-3 ամսվա ընթացքում հանձնարարականներ կա, մենք գյուղատնտեսության ոլորտի ուրեմն սուբսիդավորված վարկավորման համար նոր մեխանիզմներ ենք մշակում։
Եվ այդ հանձնարարականը կա, որպեսզի մենք տոկոսադրույքը իջեցնենք, կտրուկ իջեցնենք, ծավալները մեծացնենք, վարկերի ժամկետները երկարացնենք։ Հիմա մենք տալիս ենք ուրեմն 2 տարի ժամկետով 3 միլիոնի կարգի։ Հիմա մենք ուզում ենք տոկոսադրույքը 14%-ով ենք տալի, որի 4%-ը պետությունը սուբսիդավորում է։ Իսկ հիմա մենք ուզում ենք այդ սուբսիդավորվող տոկոսը բարձրացնել, որպեսզի գյուղացուն վարկը հասնի 6-ից 8%-ի սահմաններում։ Հիմա գյուղացին ստանում է ուրեմն 8-ից մինչև 6%-ի սահմաններում, հիմա իջնելու է այդ տոկոսադրույքը, որը որ ստանում է գյուղացիական տները, ժամկետներն են երկարելու։ Բացի դա, մենք լիզինգային եղանակով առաջին անգամ հանրապետությունում գյուղտեխնիկա տվեցին գյուղացիական տնտեսություններին։ Արդեն 400 տրակտորներ գյուղացիական տնտեսությունները ստացել են։ Բելարուսների մասին է խոսքը։ Այո, բելարուսների մասին է խոսքը։ Դուք ասում եք արտահանելու նպաստավոր պայմաններ են ստեղծվել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը եվրոպական շատ երկրների արգելել է ներմուծումը պտուղ բանջարեղենի։ Օգտվում է Հայաստանը դրանից այս։ Իհարկե օգտվում է։ Նախ ես ասեմ, որ ավանդաբար մեր արտահանման շուկան եղել է Ռուսաստանի շուկան տասնյակ տարիներ։ Հիմա մենք նոր մոտեցում չի մեզ համար, մենք միշտ նախորդ տարիներում Ինչ ենք արտահանում, պարոն։ Արտահանում ենք թարմ պտուղ բանջարեղեն, կոնյակ, գինի, չորացրած մրգեր։ Այն ինչ որ արտահանել են։ Այն ինչ որ արտահանել ենք, հիմա դրանց ծավալներն են մեծացել։ Ծավալները մեծացել են, այո, որտեղ ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծվել մեզ համար։ Այսինքն ենթադրությունը, որ շուկայի վրա ազդեցություն այստեղից է գալիս։ Որոշակի ազդեցություն, այո, դա էլ կարող է ունենալ։ Իսկ մթերողները ասում են, որ արտադրված Հայաստանում մեզ չի երիկում, ելուր մնաց արտահանելու։ Այդպես չի, սխալ են ասում մթերողները։ Մթերողների համար էլ համապատասխան քանակի հումք կա։ Հիմա մենք այո, վերջի ժամանակներս բոլոր մթերողների հետ մենք աշխատում ենք, ստեղծել ենք միություններ եւ շարունակում ենք ստեղծել։ Հիմա տեսեք, խնդիրը նա է, որ գյուղացիական տնտեսությունների հետ հարաբերվելը մթերողների հետ շատ դժվար է։ Անհատական տնտեսությունների, ընտանեկան փոքր ֆերմերային տնտեսությունների հետ այդքան պայմանագրեր նրանք չեն կարող կազմել։ Հիմա մենք ստեղծում ենք այդ կոոպերատիվները, միությունները, որոնց հետ հարաբերվելը ավելի հեշտ է։ Մենք հիմա ստեղծել ենք պտուղ բանջարեղեն արտադրողների, վերամշակողների միություն, մսամթերք վերամշակողների, կատնամթերք։ Հիմա մարզերում ուզում ենք ստեղծել, արդեն ձեռնարկել ենք եւ առաջիկայում կստեղծվի կաթ արտադրողների միություն, միս արտադրողների միություն, խաղ ուզում հասնել դրանով։ Ուզում ենք դրանով հասնել նրան, որ իրավական հիմքերի մեջ դրվի դրանց հարաբերվելը, ուրեմն վաճառքը, արտադրությունը եւ վաճառքը, որպեսզի երկարաժամկետ պայմանագրեր կապվեն, արտադրողը եւ վերամշակողը, մթերողը սահմանված գներով ժամկետներ նշվի այնտեղ, պարտականությունները, իրավունքները եւ դա դառնա իրավական հիմք, որ իրար հետ հարաբերվեն։ Ձեր նշած միություններից մեկի պատասխանատուն ինչպես է կոչվում այդ կատնամթերքի միությունը։ Պատասխանատուն կատնամթերք վերամշակողների, այո։ Պատասխանատուներից մեկն էր, չեմ հիշում կոնկրետով, ասում էր մենք դեռ պատրաստ չենք պանիր արտահանելու։ Լավ, ինչ է կատարվում մեր պանիրի հետ։ Ուրեմն մենք պատրաստ ենք պանիր արտահանելու եւ արտահանում ենք։ Այսօր արդեն այսօրվա վիճակով արտահանել ենք 940 տոննա պանիր։ Ռուսաստանը։ Այո, Ռուսաստանի Դաշնություն, փոքրիկ մասը նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ուրեմն անցյալ տարի մենք ամբողջ տարին արտահանել ենք 1440 տոննա պանիր։ Մեր կանխատեսումներով մինչև այսօր այդ 940 տոննա, որ արտահանել ենք, սա կրկնապատկվելու է։ Այսինքն մենք անցյալ տարվանի մակարդակը գերազանցելու ենք իմ հաշվարկներով 30-40%-ով։ Պարոն Կարապետյան, Հայաստանը փոքր երկիր է, արտահանողները պիտի քիչ լինեն տրամաբանորեն։ Քիչ են թե շատ են։ Ով ուզում է արտահանելով զբաղվում է թե ոչ։ Ով ուզում է կարող է զբաղվել։ Եթե դուք մեր իրականում շատ է թե քիչ։ Ոչ շատ է, ոչ քիչ է։ Կան խոշոր արտահանողներ, կան անհատ ձեռներեցներ, որոնք արտահանումամբ են զբաղվում եւ նրանց բոլորին մենք օգնում ենք, բոլորը մեր տեսադաշտում են, բոլորը հետ աշխատում ենք։ Իմիջիալոց այս վերջի տարիները շատ լավ համագործակցություն կա մասնավոր հատվածի եւ պետություն։ Մենք իրար հետ այդ արտահանողների հետ, վերամշակողների հետ համաձայնագրեր ունենք ստորագրած, որ իրար հետ աշխատում ենք։ Արտահանողին ձեր օգնությունը ինչու՞մն է արտահայտվում։ Արտահանողների մեր օգնությունը կայանում է նրանում, որ մենք խորհրդատվություն ենք մատուցում, ինչ կարգով պետք է արտահանում կատարվի, քայլերը իրենց, ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվի։ Ձեր գործը չի։ Եթե որևէ խնդիր է առաջանում, մենք իրենց օգնում ենք, որ փաստաթղթերը ժամանակին տրվեն։ Արտահանումների հետ կապված ճանապարհային այդ փոխադրումների ընկերությունների հետ ենք մենք աշխատում, որպեսզի գները շատ չբարձրացնեն։
Եվ իհարկե շուկաներել են գտնում իրենց համար։ Շատ հիմա հատկապես այդ արգելքներից հետո Ռուսաստանի Դաշնությունից մեզ մոտ գալիս են շատ ուրեմն մարզերից, քաղաքներից, որ ուզում են մեր երկրից արտահանումներ իրականացնել։ Մենք կապում ենք իրար հետ արտահանողներին եւ այնտեղի ներկրողների, որոնք գալիս են Հայաստան։ Հիմա հենց այսօր Նովգորոդից մի քանի ուրեմն առևտրական կազմակերպություններից մարդիկ են եկել եւ այսօր հանդիպում են այդ արտահանողների հետ։ Մի թարմ որոշման մասին եմ ուզում հարցնել եւ մոտենանք մեր զրույցի ավարտին։ Սահմանամերձ գյուղական համայնքներում գործարանները կազատվեն հարկերից, կառավարության այսօրվա որոշումներից։ Կբարձրաբանեք հարկ ասածը ինչ է դա նշանակում սահմանամերձ գյուղում։ Շահութահարկ, եկամտահարկ, դա գյուղացուն է ավելացած արժեքի, թե Երևանից գնացած գործարան։ Ընդհակառակը, սա սահմանվում է այնպես, ուրեմն պետք է կարգավորվի, որ բիզնեսը չտեղափոխվի Երևանից կամ մյուս մարզերից, տեղափոխվի սահմանամերձ գոտիներ։ Սա մեխանիզմներ կան, որոնք կարգավորում են դա, բայց ընդհանուր առմամբ սա մեծ օգնություն էր սահմանամերձ գոտիներին, որ այնտեղ ընդհանրապես նոր ձեռնարկված բիզնեսներ եւ աշխատող բիզնեսները չեն վճարելու հարկեր։ Պրոգնոզը որ բիզնեսի մասին է, ինչ փոքրիկ վերամշակող արտադրամասեր, կաթի վերամշակման արտադրամաս, չորանոցներ եւ այլն։ Դրանց կարիքը մենք ունենք։ Իհարկե ունենք։ Մեր հանրապետությունում այս վերջի ժամանակները շատ նորաստեղծ սպանդանոցի կարիք ունենք։ Դա սպանդանոցների կարիք ունենք, հոկտեմբերի 20-ին մենք 5 սպանդանոցներ ենք շահագործման հանձնելու, մասնակցելու։ Ինչ պայմաններով են սպանդանոցները տրամադրվելու, այսինքն գյուղացին ինչ ճանապարհով է մտնելու վերելու իր մսամթերքը սպանդանոց։ Սպանդանոց, երբ որ մենք իհարկե առաջիկա այս տարի կամ եկող տարի այդ հարցը կարող է մասնակիորեն լուծվի, բայց ընդհանուր առմամբ առաջիկա տարիներին մենք լուծելու ենք, որ մեր հանրապետությունում սպանդը կատարվի միայն սպանդանոցներում, փողոցային սպանդը արգելելու ենք մենք օրենքի ուժով։ Իհարկե աստիճանաբար, երբ որ մեր մոտ ամբողջ ուրեմն հանրապետության տարածքը ապահովի մեր գլխականակի հաշվարկով սպանդանոցների ուրեմն արկայությունը։ Երբ որ դա կարողացանք լուծել, մենք արգելելու ենք փողոցային սպանդը եւ սպանդը կատարվելու է միայն սպանդանոցներում։ Հիմա մասնակիորեն կկատարվի արդեն, մենք արդեն այդ աշխատանքները ձեռնարկել ենք եւ ես ասացի հոկտեմբերի 20-ին 5 սպանդանոցներ, խոշոր սպանդանոցներ են շահագործման հանձնում։ Եվ վերջինը, ես երեք ընթերցեցի մի տեղեկատվություն, հաճելի տպավորություն թողեց։ Արցախի կառավարությունը որոշում է ընդունել աշնանացանի աշխատանքներում կանգնել գյուղացու կողքին եւ անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել։ Մեր նախարարությունը կարող է մի այդպիսի հայտարարություն ձեր շուրջը։ Մենք նոր չենք կանգնել գյուղացու կողքին, մենք շատ վաղուց ենք կանգնել։ Խնդրում եմ ասեք առարկայորեն, ինչ է կանելու աշնանացանին գյուղացու համար։ Աշնանացանի աշխատանքները արդեն սկսվել են։ Նախ ես ասեմ, որ արդեն առաջի տարին չի, արդեն 4-րդ տարին է, որ աշնանացանի համար բարձր որակի սերմերով մենք ամբողջ հանրապետության տնտեսությունների, հողօգտագործողների պահանջարկը բավարարում ենք։ Այնպես էլ այս տարի։ Ուրեմն այս տարվա համար մենք տալիս ենք գյուղացիական տնտեսություններին 450 տոննա էլիտային վերարտադրության սերմեր։ Չեք տալիս, վաճառում եք, պարոն։ Վաճառում ենք, բայց զեղչ գներով։ Շատ զեղչ գներով, 40% զեղչ գնով։ Եվ տալիս ենք 3990 տոննա առաջի վերարտադրության հացահատիկի սերմ։ Գարնան համար արդեն մենք ունենք ներկրված 2800 տոննա գարու սերմ, արվույտի սերմ, կորնգանի եւ եգիպտացորենի, որը անվճար ենք տալու գյուղացիական տնտեսություններին։ Բայց դա գյուղացու կողքը կանգնել չի։ Կանգնել է։ Դրա հետ միասին մենք ապահովում ենք ամբողջ պարարտանյութի պահանջարկը աշնանացանի համար այսօր։ Մենք լրի բավարարել ենք գյուղացիական տնտեսությունների ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերի պահանջարկը աշնանացանի համար։ Աշնանացանի համար, աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մենք տալիս ոչ միայն բոլորին, հանրապետության 10 մարզերին, ես ասացի բոլոր հողօգտագործողներին։ Այնպես որ խտրականություն չկա, Արարատյան դաշտ մեզ համար, կոնկրետ ինձ համար, ես առաջնահերթությունը տալիս եմ սահմանամերձ բարձր լեռնային համայնքներին։ Իհարկե, որովհետեւ հաշվի առնելով, որ Արարատյան դաշտավարում իրավիճակը ավելի համատաբար ավելի լավ է։ Սրա կողքին է, որ ջրառատ տարի լինի, ամեն ինչ լավ։ Աստված տա այդպես լինի։ Շնորհակալություն, այսքանը։ Շնորհակալ։ Հարցազրույցներ եթերում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան, հաջողություն։